Պարոն Մերաբյան, դուք ազգային ժողովում գրեթե 1 տարի եք պատգամավորական մանդատ վերցրել, եթե չեմ սխալվում, արդյոք առաջադրվել եք հաջորդ խորհրդարանական ընտրություններում կրկին պատգամավոր դառնալու համար։ Իսկ վարչությունը հաստատել է ձեր։ Այո, հաստատել է։ Ինչ եք արել դուք այս 1 տարվա ընթացքում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ձեզ ձայն տա։ Տեսեք, եկեք ազգային ժողովի չետ գնանք, ազգային ժողովից առաջ ես ռազմարտունաբերության կոմիտեի նախագահն եմ եղել, ու այս ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք կատարել ոլորտի հետ, նաև օրենսդրական որոշակի աշխատանքներ ենք անում, այսինքն հասկանալով խնդիրները մենք մի օրենքների վրա ենք աշխատում, կփորձենք հասցնել մինչև նոր ընտրությունները ներկայացնել, իսկն աշխատանքներ տարվում է զուտ ռազմարտունաբերության ոլորտի մեր գործընկերների հետ փորձում ենք այդ խնդիրները ավելի արագ լուծենք։ Այսինքն դուք ձեր ոլորտն եք շարունակելու առաջ տանել հաջորդ գումարման ազգային ժողովում։ Դե տեսեք, այտենց չեմ կարող միանշանակ ասել, ոնց կորոշվի։ Տեսնենք, հələ դեռ ընտրությունները արժևում են, տեսնենք։ Տեսեք, այս տարի ԿՊ-ն նոր կարգ է մտցրել ընտրությունների մեջ եւ 1000 պատվիրակները պետք է ընտրեն ընտրադադարթիկի առաջին 50 մասնակիցներին։ Ըստ ձեզ դուք ունեք արժանինքներ առաջին 50 տեղում տեղ զբաղեցնելու համար։ Ես հենց ասեմ, ես չեմ կարող ասել, որովհետեւ պարզա ես թիմի հետ 18 թվականից եմ, մինչև այդ ես զբաղվել եմ քաղաքականությամբ, հա, կարճ ժամկետ հետո դադարել եմ։ Սպասենք, կտեսնենք ինչ գնահատական կտան։ Դուք ԿՊ անդամ եք, կուսակցության անդամ եք, պատրաստվում եք վճարել այդ 500,000 դրամը, եթե դեռ չեք վճարել։ Ես վճարել եմ արդեն։ Վճարել եք արդեն։ Իսկ եթե պատգամավորություն չստանձնեք եւ չլինեք ցուցակում, այսինքն պատվիրակները 1000 ձեզ չընտրեն, չեք ափսոսի այդ 500,000։ Ոչ։ Իսկ եթե չընտրվեք, ինչ եք անելու, պարոն Մերաբյան, օրինակ եթե աշխատանք։ Որտեղ։ Մասնավորում կփորձենք։ Գործունեություն ծավալել այնտեղ։ Այո։